Սոլովյովի պատերազմական կոչերը Հայաստանի Հանրապետության դեմ։ Սա լսենք և շարունակենք։ Для нас гораздо болезненнее то, что происходит в Армении, чем то, что происходит в Венесуэле. Потеря Армении – вот это гигантская проблема. Игры кончились. Плевать на международные права, международный порядок. Если нам для нашей национальной безопасности необходимо было начать СВО на территории Украины, почему, исходя из тех же самых соображений, мы не можем начинать СВО и в других точках нашей зоны влияния? Может быть, нам необходимо сформулировать нашу национальную доктрину? Որպես արևմտամետ քաղաքական ուժի նախագահ Վլադիմիր Սոլովյովը Հայաստանում ռազմական գործողություն սկսելու մասին հայտարարությունները բացահայտ սպառնալիք են Հայաստանի Հանրապետության ինքնիշխանության և միջազգային իրավունքի կոպիտ խախտում։ Հայաստանը ՄԱԿ-ի անդամ է և նրա տարածքում ցանկացած ռազմական գործողության կոչ առանց իրավական հիմքի ագրեսիա է։ ԵՄ-ին անդամակցելու դեպքում նման հիստերիկ կոչեր չէին լինի։ Հայաստանը անկախ պետություն է և չի կարող լինել որևէ երկրի ռազմական, քաղաքական կամայականությունների օբյեկտ։ Նման ռազմատենչ հռետորաբանությունը անընդունելի է անկախ աղբյուրից։ Կոչ ենք անում և պահանջում ենք, որ Հայաստանի Հանրապետությունում արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը անհապաղ հրավիրի Հայաստանի Հանրապետությունում Ռուսաստանի Դաշնության դեսպան Սերգեյ Կոբերկինին և բողոքի պաշտոնական նոտա հղի, հստակ արձանագրելով, որ Հայաստանի նկատմամբ ցանկացած սպառնալիք անթույլատրելի է, լռությունը չի կարող լինել պատասխան։ Պետական արժանապատվությունը պահանջում է կոշտ արձագանք։ Հարգանքով հանուն ժողովրդավար պետականության կուսակցության նախագահ Արսեն Սարգսյան։ Կանխավ շնորհակալություն։